Ուլտրաձայնի հետ կապված մոտեցումները տարբեր են։ Ինքներդ հաստատ ձեր պրակտիկայում հանդիպել եք, երբ կան հղիներ, ովքեր պատրաստ են ամեն առիթի իրականացնել հետազոտությունը հասկանալու համար իրենց փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է թե ոչ, եւ մյուս խումբ կանայք, ովքեր հիմնականում խուսափում են մտածելով, որ դա ավելորդ ճառագայթ է իրենց բալիկի համար։ Այս մոտեցմանը ինչպես եք վերաբերվում։ Ուլտրաձայնը իրականում ամբողջ միջազգային հարթակներում դա ասվում է, որ ինքնին անվնաս հետազոտություն է, բայց իհարկե ցանկալի չէ անընդհատ կատարել եւ հոգեբանական տեսանկյունից եւ ընդհանրապես, բայց ինչ վերաբերում է Դոպլեր ռեժիմին, Դոպլերը բավականին մեծ հզորությամբ էներգետիկ ազդեցություն ունի, որի կիրառումը շատ սահմանափակ է ցանկալի, առհասարակ փոքր ժամկետներում Դոպլեր ռեժիմը ցանկալի չէ միացնել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է պետք կատարել։ Դրանով է պայմանավորված, որ ողջ հղիության ընթացքում մեկ անգամ է իրականացվում։ Այո, այն էլ անհրաժեշտության դեպքում։ Այսինքն այն հղիները, ովքեր հրաժարվում են անցնել այս հետազոտությունը, կոնկրետ Դոպլերը, արդարացված է, թե ամեն դեպքում որպես մասնագետ դուք խորհուրդ եք տալիս անցնել այս հետազոտությունը։ Հավելյալ հետազոտություն որպես այդպիսին ցանկալի է ինքը, բայց եթե հղիությունը նորմալ է ընթանում, չունենք որևէ արյան շրջանառության խանգարումներ, կարող են եւ չանցնել, պարտադիր չէ։